Բարեդեսիրելի հանդիսատես եւ հետեւորդ նախ խնդրում գրանցվեք ալիքիս, որովհետեւ շատերը որ նայում են չեն գրանցվում եւ լայք դրեք, որպեսզի ալիքը զարգանա։ Ես մի թեմայի շուրջ եմ ուզում խոսել, որը որ ինձ միշտ այսպես հետաքրել է եւ կարծեմ դեզ էլ կհետաքրի, ինչ բան է մեղքի զգացումը ընդհանրապես։ Մեղքի զգացումը դա էլի մարդուն բնորոշ մի զգացողություն է եւ հաճախ մարդիկ դիմում են հոգեբանների, որպեսզի մեղքի զգացումից ազատվեն եւ հասկանան պատճառը մեղքի զգացումի որն է։ Իհարկե հիմա խոսքը դրա մասին չի գնա, որովհետեւ կրկնել եմ հոգեբան չեմ, բայց ես օրինակ համարում եմ, որ մեղքի զգացումը շատ կառուցողական եւ շատ կարեւոր զգացողություն է, որը որ մեզ բերում է գիտակցության։ Հիմա կբացատրեմ ինչու։ Իհարկե խոսքը կրոնական այդ ցնորքի մասին չի, որ մարդ ծնվել է պիղծ սիրո, այսպես հետևանքով, դրա համար է մեղավոր է սկզբանե, որովհետև ժամանակին Ադամը եւ Եվան կերել են այդ խնձորը չարաբաստիկ կամ գայթակղության են տրվել։ Խոսքը դրա մասին չի։ Իհարկե տարբեր ժողովուրդների մոտ կան տարբեր լեգենդներ այդ թեմայով, նույնն հրեական լեգենդն է շատ գեղեցիկ։ Չէ, դա չի։ Եկեք մի հատ էսպիսի մի քիչ հերվանանք թեմայից եւ ես կամաց էլի բերեմ այդ թեմային, հա։ Պատկերացրեք, որ խավարասերը, տառականը վերանում է երկրագնդի երեսից։ Ապա մենք ամբողջ ուրեմն մենք շղթայի մի խախտում, սննդի շղթա կա, մենք գիտենք չէ որ կենդանները մեկը մյուսով է սնվում, մեկը մյուսին աջակցում է, խանգարում է եւ կամ խանգարում է եւ տալիս է զարգացման ինչ որ մի խթան լինում է։ Հիշում եմ երբ սովետի ժամանակ դեռ մի այդպիսի լուր եղավ, որ Չինաստանում ոչնչացրել են բոլոր ճնճղուկներին։ Մաո Ձեդունի օրոք որոշում են, որ ճնճղուկը, այն հասարակ ճնճղուկը, որ աշխարհում ամենտեղ ամենատարածված թռչունն է, ուտում էր բրինձը, բրինձի դաշտը ներփչացնում եւ որոշեցին այդ խղճին վերացնել, ամբողջ Չինաստանը դուրս թափեց դուրս եւ չէին թողում որպեսզի այդ թռչունները նստեին եւ այդպես է թռչունների մեծ մասը զոհվեց, բայց բրինձը չփրկվեց, դեռ ավելին ավելացան ինչ-որ միջատներ, սկսեցին էլի բրինձը ուտել, հետո հասկացան, որ ասենք դա աներում բան չի, թեպետ հետաքրքիր է, չէ, խելոք տենց պատմություն ունեցող ժողովուրդ, հա չգիտեմ, միգուցե այդ ամեն ինչը լեգենդ է, միգուցե այդպես չի եղել, բայց ցույց է, ցույց է տալի, որ բնությունում ոչինչ այնպես չի լինում եւ բնությունը ունի այդ շղթան, դա է սննդի շղթան է ամենակարևորը, որը որ մեր էվոլյուցիայի զարգացման եւ այլն այդ ամեն ինչի կարևոր մի մաս է։ Իսկ հիմա փորձեք մարդուն հանել այդ շղթայից։ Կարծում եմ երևի թե մի քիչ հեռվից գնանք եւ մի քիչ ավելի շոշափելի օրինակ բերեմ, տեսել եք ինչ է լինում այն տան հետ, որտեղ մարդիկ չեն ապրում։ Հայաստանում լքված գյուղեր կան, լքված տներ կան, այդ տունը անմարդաբնակ, այդ տան մեջ միանգամից գոյանում է բորբոսը, չգիտեմ, քանդվում է առաստաղը, տանիքը, ծառը աճում sense ասենք բանից է գետնից բանով տունը վերանում է եւ տեղը լինում է հետո բուսականություն։ Հիմա պատկերացրեք եթե մարդիկ բոլորը զարգաբան անեն, վերանան, հա, դա նշանակում է որ բնությունը կսկսի շնչել ուղակի։ Եվ մարդը այն միակ կենդանին է, որը որ այդ շղթայի մեջ իր տեղը չունի։ Ես բան չեմ, մարդաբան չեմ, անթրոպոլոգ չեմ, չեմ կարող բացատրել իսկ մարդը ընդհանրապես ինչու է ծնվել, եթե դա խանգարում է բնությանը, դա մի քիչ այլ հարց է, բայց փաստը մնում է փաստ, որ այն ի սկզբանե, այն ամենասկզբից, երբ որ հենց որ մարդը բանականություն է ունենում, թեկուս մեր նախնիները, որ նեանդերտալի ժամանակվա այդ քարանձավային մարդիկ արդեն վնաս էին տալի, ոչնչացնելով անտառները, որս անելով եւ գիտեք առաջ որսը ոնց էին անում, անտառները վառում էին, որպեսզի հետո ասենք այդ կենդանների խորոված ուտեին, ասենք այդպիսի որսի այդպիսի տեսակել է լինում։ Դա
այն ժամանակվանից մարդը վնասատու կենթանի է, ու վնասատու է հենց այն պատճառով, որ բանականություն ունի, իսկ բանականությունը բնության համար մարդու բանականությունը, դա արդեն վնասարար է, որովհետև կենթաները բանականություն չունեն ու ապրում են օրգանական, իսկ մենք ոչ։ Ես չեմ խոսում իհարկե հանքարդյունաբերության մասին, մեքենաների, գործարանների, դա պարզ է, դա այդ ամեն ինչի հետևանքն է, դա այն ամեն ինչի հետևանքն է, որ մարդ ի սկզբանե ծնվում է վնաս տալու համար։ Երեխան դեռ նոր է ծնվել, նա արդեն մեղավոր է եւ ոչ թե կրոնական ցնորքներով, այլ զուտ իր կյանքով, զուտ իր ապրելով, անգամ նրանք, ովքեր որ միս չեն ուտում եւ կարծում են թե ահա նրանք այսպեսի բնությանը վնաս չեն տալի, ոչ տալիս են իրանց ապրելով, իրանց շնչելով, իրանց քայլելով, որովհետեւ քայլելուց կարող ես մրջյունի վրա կանգնել ու եւ այլն, ասենք այլ այնց լիքը դες հիմարություններ ասել հիմա եւ ապացուցել, որ դա էլ է վնասակար, դա էլ է վնաս, հենց թեկուզ տան մեջ ապրելով, որովհետև տան տեղը կարող է ծառաճել, չէ՞, ասենք այդ քաղաքի տեղը պետք է անտառ լիներ, կամ ծով լիներ, կամ գետ լիներ, բայց մենք ոչնչացել ենք այդ գետը, անտառը, ծովը, քարը, սարը եւ սարքել են քաղաքները, դրա համար միս ուտելով կամ չուտելով չի, որ դու պիտի ազատվես մեղքի զգացումից եւ համարես, որ հա դու վնաս չես տալ, դու այդքան օգտակար բաներ ես անում։ Չէ, դու չես կարող վնաս չտալ, այդպես կարող ասեմ։ Մարդը պիտի հասկանա, որ նա չի կարող վնաս չտա, ինքը իր գոյությամբ արդեն վնաս է եւ այդ շղթայի մեջ ինքը բավականին վնասակար կենթանի է։ Դա է հենց որ բերում է ամենայն դեպս ինձ թվում է, որ բանական մարդկանց են, մարդը որ գիտակցված է ապրում, նա հասկանում է, որ ինքը արդեն վնաս է տալու, երբ որ ապրում է։ Միակ մարդու օգուտը բնության այնա, որ նա իր պարտքը վերադարձնում է բնության, այսինքն, այդ էլ օգուտ չի, ուղղակի քո պարտքդ ես վերադարձում, երբ որ դու մեռնում ես, քեզ տալիս են հողին, այն ամենը ինչ դու կուտակել ես կյանքի ընթացքում հողից ես վերցրել, այդ սնունդը, այդ ջուրը, այդ ամեն ինչը, այդ վիտամինները, այդ պրոտեինները, այդ ամեն ինչը դարել ես, կառուցել ես քո մարմինը, այնուհետև մեռել ես, պարտքս տվել ես էլի հողին, հա, բայց դու մեղավոր ես եւ ինչքան մենք չեմ ասում ասած վազենք հոգեբանի մոտ չոքեներից խփենք ասենք վայ մենք մեղավոր ենք ինչ պիտի անենք բացարձակ ուղղակի մենք պիտի հագիտակցենք հասկանանք որ մենք արդեն մի բան չենք հա եւ մի քիչ գիտակցված ապրենք հենց այդքան բան գիտակցված ապրելը դա ոչ միայն այն է որ դու պիտի քո ընտանիքում, քո ընկերների շրջապատի երկրում, ասենք վնաս չտաս, այլ ուղղակի ապրելով դու հասկանաս որ դու վնաս ես տալու, ես իսկ սկզբանե նստած եմ շենքի մեջ, դա արդեն վնաս է, որովհետեւ շենքի տեղը պետք է անտառ լիներ կամ սար լիներ կամ ինչ-որ բան պիտի լինի, ասենք կենթանի պիտի ապրեր ինչ-որ ոչ թե ես այս տեղում, հա։ Ես պիտի դա հասկանամ։ Եվ եթե դու դա անցալում ես եւ հասկանում ես, դու մի փոքր ավելի ապրում ես մի փոքր ավելի ճիշտ, այդպես ասեմ, ուզում եմ ասել մարդավարի, բայց մարդավարի լավ չի արդեն, հնչում, հա։ Մի փոքր ավելի ճիշտ ես ապրում եւ մի փոքր ավելի քիչ վնաս ես տալ։ Ես ցանկանում եմ որ դուք բոլորդ ինձ նման ունենաք այդ մեղքի զգացումը։ Ունենաք մեղքի զգացումը հենց այս, այսպես ասած, շրջապատի միջավայրի բնության եւ տիեզերքի նկատմամբ ունենաք, հասկանաք, որ դուք օտար մարմին եք իրականում։ Օտար եք, որովհետև դուք ձեր կյանքով վնաս եք, արդեն դուք վիրուս եք, բոլոր մարդիկ վիրուս են, և եթե դու գոնե դա գիտակցում ես, դու ավելի շատ չես վնասում, քան թե պիտի վնասես, որ ապրես։ Երևի թե հենց ես այս կարը, եթե այդ մտքերը հարազատ են ձեզ, ապա կիսվեք ես նյութով, գրեք, կոմենտ գրեք, խնդրեմ կոմենտները գրեք հայերեն, ռուսերեն կամ անգլերեն, այդ երեք լեզվով կամ 4-րդ, 5-րդ հարց չկա, ես կարող եմ թարգմանել, բայց խառնածին տես տառերով մի գրեք լատինատառ կամ ռուսերեն բան որ չհասկանամ, չեմ կարդում միևնույնն է, լայք դրեք անպայման որ տարածվի եթերը, Patreon-ում կարող եք աջակցել եւ ուղղակի արդից օգտվելով հիշեցնեմ իմ սիրելի հանդիսատեսին, որ ամսի 10-ին Live in New-ում խաղալու եմ իմ նոր ներկայացումը, որը կոչվում է Կոնտրաստ։ Դա
ամերիկյան եւ հայկական մշակույթի այսպես բախումն է, տարբերություններն է հումորով իհարկե եւ իմ խումբն էլ միջազգային խումբ է, շատ հետարքի ներկայացում է ձեզ սպասում ժողովուրդ ջան։ Տոմսերը թիքետ մի կետում է։ Իդես հրաժեշտ կտամ վերադառնալու ակնկալիքով։ Շնորհակալություն։